Հայաստանի էլեկտրական ցանցեր ՊԱԿ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիան դադարեցնելու մասին նախագծի քննարկումը։ Օրակարգի վերաբերյալ հարցեր կան, առաջարկություններ ավելի շուտ կան։ Բարև ձեզ։ Արամ Օրբելյան, Տաշիր կապիտալի ներկայացուցիչ, ուղղակի գործընկերս միջև միասնի եւ վարման կարգի հետ կապ մի հատ հարց, բացարկի հարց կա եւ այդ բացարկի հարցը մենք ավելացնել օրակարգ ներկայացվել է բացարկի միջնորդությունը էլեկտրոնային համակարգով ու գործընկերս կներկայացնի։ Շնորհակալություն, Վարդանալյան, Փաստաբան, Պարոն Էսրոպյան, այսօր ներկայացել ենք, քանի որ ժամանակը սուղեր, այսօր ենք ասել ներկայացնել միջնորդություն բացարկի Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի բացառք հայտնելու վերաբերյալ միջնորդություն ցանկանում եք երեկանալ անդամների մոտ արկա է թե ոչ միջնորդությունը ծանոթացել են եթե չէ փոխանցեմ մեկ օր մեկը փոխանցեք 4 անդամների ինչպես Ինձ պետք չի։ Քանի որ միջնորդությանը վերաբերում է պարոն Մեսրոպյանին, բացառության պետք է քննեն անդամները, կարող եմ հակիրճ ներկայացնել միջնորդությունը, չնայած ծավալուն է 20-16 էջաստել։ Կներեք, ներկայացրեք, այո։ Օրակարգը ուզում եք, լավ եկեք օրակարգը։ Այո, ես գործնական դա եմ ուզում առաջարկել, օրակարգը հաստատենք, որպեսզի տրամաբանական լինի միջնորդությունը լսել։ Եթե այլ առաջարկություններ չկան, կան այլ առաջարկություններ։ Չկան, այլ առաջարկություններ չկան, համեցեք։ Ոգեն նախագահ, ունենք միջնորդություններ, բայց դա օրակարգի առաջին կամ երկրորդ հարցի շրջանակներում կներկայացնեմ, քանի որ ընդհանրակարգը մանրակրկիտ դատավարության տարբերություն է, ներկայացված չի վարչական վարույթի վարչարության հիմունքների մասին օրենք, նաև էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների շրջանակներում միջնորդությունների փուլայնությունը սենց ասենք, էլի շատ հստակ չի, ուղղակի արձանագրելու համար, որ կան միջնորդություններ բուն վարույթի հետ կապված, որոնք դեր թույլտվությամբ, հանձնաժողովի թույլտվությամբ կներկայացնենք արդեն օրակարգ հաստատելուց հետո, բացարկը քննարկելուց հետո համապատասխան հարցի քննարկման շրջանակներում։ Շատ լավ։ Այլ առաջարկություններ չկան։ Օրակարգի հարցը դնում եմ քվեարկության, օրակարգի նախագիծը դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ, դեմ չկա, օրակարգը հաստատվեց։ Միջնորդությունը լսենք հիմա, թե անցնենք բացարկի միջնորդությունն եք, ընթերցեք լսեմ։ Շատ լավ, օրենսդրական պահանջների վերաբերյալ հատվածները չեմ անդրադառնամ փաստական հանգամանքներին։ Եկեք այսպես, սահմանադրության 57 հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի վարչակամանների կողմից անշնորհ գործերի անաչառ, արտարացի եւ օժամիջի անկետում քննության իրավունք։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի D կետի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացառք հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի, իսկ օրենքով նախատեսված դեպքում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս կոլեգիալ կազմի ցանկացած անդամների, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ետքով տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հասցնում տվյալ գործի առնչությամբ նրա անարդարության նկատմամբ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշքան բացարկը հայտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվան ընթացքում։ Բացարկի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվում է կոլեգիալ կազմը վարչական վարույթ իրականացվելու դեպքում համապատասխան կոլեգիալ մարմինը ձայների պարզ մեծամասնությամբ։ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացարկ է ներկայացվել։ Վերաբերյալ երակարկումներից կարող ենք եզրահանգել, որ սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի պատշաճ վարչարության իրավունքը, որի դրսևորումն են հանդիսանում վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արտարացի եւ օժամիջ ջանքետում քննության սկզբունքները։ Այդ համատեսում հատկապես անաչառ քննության սկզբունքի շրջանակներում էական երաշխիք է սահմանվում վարչարության հիմքների վարչական վարույթի մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս վարույթի մասնակիցներին
գրավոր բացառքայիններ ի թիվս այլնի նաև կոլեգիալ կազմով վարչակարգ իրականացվելու դեպքում կոլեգիալ կազմի ցանկացած անդամի այն դեպքում երբ արկային հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով կոլեգիալ կազմի տվյալ անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։ Սույն դեպքում Ռաշիր կապիտալ փակ բարենետիրական ընկերությունը, որպես ույն վարորդի մասնակից գտնում է, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ արկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Նշվածի առնչությամբ պետք է համարում ներկայացնել ներկայացած հիմնավորումները։ Առաջին, նախ հարկ ենք համարում անդրադառնալ Մեսրոպ Մեսրոպյանի անձին վերջինիս կենսագրական տվյալներին։ Մեսրոպ Մեսրոպյանը 2011 թվականի մայիսի 30-ին նշանակվել է հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամ 4 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին թողնելով դե յուրե անկախ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի ինքնավար պաշտոնը, անցել է քաղաքական գործունեության 2020 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվելով Կոտայքի մարզպետ։ Ուշադրության արժանի է, որ Կոտայքի մարզպետ հանդիսանալու ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանը իր ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ ընդգծել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ եւ բառացի մեջ բերեմ, ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի, հղումները ներկա են դիմումինքից։ 21 թվականի մայիսի 27-ին վերջինս ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, որպեսզի հանգամանքը կարող է սխալ ենթադրել, որ վերջինս քաղաքական կապերը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ավարտում են։ Հաշվի առնելով վերջինիս ազատման ժամանակահատվածը կարող ենք եզրահանգել, որ խնդիրն առաջացել է ընտրական գործողությունների առնչությամբ, քանի որ Հանրապետության նախագահի 21 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ99N հրամանով արդեն իսկ նշանակված էր ազգային ժողովի արտահայտ ընտրությունները 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավորապես Հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 2-ի հրամանով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Գրեթե 20 օր անց 21 թվականի օգոստոսի 25-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում գտնվող Հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար։ Հանձնաժողովի ուշադրությունը գրավում է այն հանգամանքին, որ Մեսրոպ Մեսրոպյանը հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարը նշանակվել օրենքի ուղղակի պահանջների խախտմամբ։ Այն հիմնավորմամբ, որ մի կողմից նշանակվելու պայմանությամբ գործող հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորություններ վարժամկետ դադարելու պայից 1 տարվա ընթացքում զբաղվել հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող ընկերության ստորաբաժանումների համակարգման գործառույթներով ոչտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։ Մյուս կողմից նույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնից ազատվելուց հետո 1 տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջապես հսկողություն է իրականացնել իր պաշտոնավարման վերջին 1 տարվա ընթացքում։ Իսկ սույն դեպքում Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականի օգոստոսի 25-ին նշանակվել է հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար այն դեպքում, երբ իր որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունը դարձել են 20 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն 1 տարի չլրացված։ Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ։ Հաջորդը հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը Մեսրոպ Մեսրոպյանը լքել է 24 թվականի նոյեմբերի 15-ին, անցնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀԾԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահային փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից ստոխում է, որ ՀՑԿ նախագահի թափուր պաշտոն տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։
խաղում առկա է։ Վերաբերյալ տեղեկությունների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ավելին, ուսումնասիրելով Մեսրոպ Մեսրոպյանի անձ հետ կապված օբյեկտիվ գործոնները կարող են արձանագրել նաև, որ համացանցում առկա տեղեկությունների եւ վերջինիս տրված հայտարարություններից պարզ է դառնում, որ վերջինիս խնամիական կապի մեջ է գտնվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Հաջորդիվ պետք է նկատել սույն վարչական վարույթի հարուցումը քաղաքական գործընթացի արդյունք է, որը ի սկզբանե դրվել է գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, մասնավորապես գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին եւ վարչապետն իր Facebook-յան էջում արձանագրել է։ Մեջբերում է. Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի, դա տեղի կունենա արագ։ Այնուհետև նույն ամսվա 24-ին վարչապետն իր Facebook-յան էջում նշել է. Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Վերօրյակի հաջորդել է 25 թվականի հունիսի 26-ի հրապարակումը, որտեղ արձանագրվում է. պետությունը կստանձնի հեծի կառավարումը։ Նույն հրապարակման նկից առկա է նաև տեսաձայնագրություն կառավարության նիստից, որտեղ վարչապետը հայտարարում հետևյալը. Այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինելու մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ արդյունավետ իրականացնենք։ Հավելել Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացնեն շատ արագ։ Ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը կառավարությունը կստանձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Եվ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Այնուհետև 25 թվականի հուլիսի 19-ին վարչապետն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսաձայնագրություն, որում նշում է. Մեր խնդիրն է, որ պետք է պետությունը վերցնի հեծի կառավարումը եւ իրականացնի հեծի ուսումնասիրություն։ Նախ ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Վերոգրած հայտարարությունները հաշվառմամբ կարող են փաստել, որ սույն վարչական վարույթի հարուցումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի արդյունք եւ պարզ է, որ այդ քաղաքական գործընթացը պես կեսկիզբ առներ գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ամուր քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Հաջորդիվ, անդրադառնալով նույն քաղաքական գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններին, պետք է արձանագրել, որ թեպետ վարչության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 38-ի առաջին մասի բերկետի համաձայն վարչական վարույթ հարուցելու հիմքի հանդիսան վարչական մարմին նախաձեռնությունը, իսկ վարչական վարույթ հարուցող սուբյեկտ վարչական մարմինը, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական վստահելի գործընկեր հանդիսանալու հանգամանքը, հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում կատարվեց լրացում։ Կատարված լրացումների արդյունքում նշված օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ վարչական վարույթը հարուցվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ եւ նույն որոշմամբ էլ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառում։ Ավելին, հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը հստակ քաղաքական պատճառներով նման լիազորություններով է օժտում հանրաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, շրջանցելով, անտեսելով հանրային ծառայությունների կարգավորող հանրաժողովի եւ դրա անդամների գործունեությունը անաչառությունը։ Ի թիվս այլին նույն օրենքով սահմանված հետեւյալ երաշխիքները։ Կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից եւ որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը։ Հանրաժողովի ինքնավար պետական մարմինը եւ ինքնուրույն է իր իրավասությունները իրականացնելիս։ Հանրաժողովը կազմված է 5 անդամից եւ հանրաժողովի նախագահը եւս հանդիսանում է դրա իրավազոր անդամ։ Հանրաժողովի նախագահային որոշում ընդունելու լիազորություն վերապահված չէ։ Հանրաժողովին յուրաքանչյուր անդամի տրված է քննարկելու իրավունք։ Հանրաժողովի անդամը անկախ է եւ գործում է համալության եւ օրենքներին համապատասխան։
Նշված հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շուտապույտ ընդունումը եւ կոլեգիալ մարմնի անդամների լիազորությունների սահմանափակումը անաչառ դիտորդի մոտ ձևավորում է կարծիք, որ հեծի պետականացման ապօրինի գործընթացը սկսելիս իշխող քաղաքական ուժը գիտակցել է, որ հանձնաժողովը բոլոր անդամները չէ, որ կգնան ապօրինության։ Ուստի այդ ողջամիտ մտավախությունը փարատելու համար է նախաձեռնվել այդ օրենսդրական փոփոխությունները։ Նպատակ հետապնդելով իրենց նախկին համակուսակցի Մեսրոպ Մեսրոպյանի ռեսուրսի օգտագործմամբ վերցնել հեծի կառավարումը։ Հաջորդիվ հարկ է նկատել, որ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 25 թվականի հուլիսի 18-ին կայացնում է վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին թիվ 1A որոշումը, որով գործող իշխանությունները հրապարակումներին եւ հայտարարություններին համապատասխան մոտ 10 օր առաջ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հիման վրա հարուցած վարչական վարույթի կանխարգելիչ միջոցառումը։ Այնուհետև պետք է նկատել, որ վեր նշված որոշման կայացում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա։ Այն դեպքում, երբ փաստացի մոտ 3 տարի մինչ հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը Մեսրոպ Մեսրոպյան հանդիսացել նշված նախարարության ուղղակի ենթակառուցության գործող պաշտոնատար անձ։ Գործելավոճը խնդրահարույց է նաև այն տեսանկյունից, որ վերջինս վարչական վարույթը հարուցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացած հաղորդման հիման վրա այն պարագայում, երբ հանրային կառավարությունը կարգավորող հանձնաժողովի տրված եւ ոլորտը կարգավորելու ամբողջ գործիքակազմը։ Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդման ներկայացված հիմքերին կարող է տեղեկանալ ոչ այլ կերպ, քան հենց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով։ Այսինքն տեկեն հաղորդմամբ նշված հիմքերն հանդիսանում են այն տեղեկությունները, որը երամսյակային կտրվածքով հեծը տրամադրում էր հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով կամ հանձնաժողովն է մոնիթորինգների արդյունքում եւ բաժանորդների դիմավորումների հիման վրա ստանում։ Այս համատեքստում գործընթացի իրականացման ընթացակարգը ընդհանրապես ուղղված է երկու քաղաքական գործիչների՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախագահ Դավիթ Խուդատյանի եւ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միջեւ քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կիսելու։ Բացի այդ, հարուցելով վարչական վարույթ Մեսրոպ Մեսրոպյանը դրա հիմքում մեխանիկական կերպով արձանագրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հիմքերը։ Ապօրինի կերպով ձեռնպահ մնալով այն հանգամանքների արձանագրումից, որ մի շատ դեպքերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից բարձրացած խնդիրները դուրս են հեծի կառավարման եւ պատասխանատվության տիրույթից։ Հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծում գրեթե տեղ չեն գտել վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած այն 9 կետերը, որոնք ներկայացվել էին պարոն Խուդատյանի կողմից։ Ավելին, որոշման նախագծում անգամ անդրադարձ չի կատարել վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած այդ 9 կետերը, քանի որ դրանք այն աստիճան անհիմն են, որ անգամ դրանց մասով հանձնաժողովը չի էլ ցանկանում արձանագրել, որ անհիմն են։ Ստացվում է, որ Մեսրոպ Մեսրոպյանը միանձնյա վարույթ է հարուցել եւ կիրառել ամենածանր կանխարգելիչ միջոցը այն աստիճանի անհիմն կետերի հիման վրա, որ այդ կետերը հանձնաժողովը որոշում կայացնելիս չի ցանկանում ներառել այդ որոշման նախագծի հիմքում անգամ։ Ավելին, հարուցելով վարչական վարույթ, հանձնաժողովի նախագահը կիրառում է ժամանակավոր կառավարիչ նշանակելու կանխարգելիչ միջոցառում, այն է այն դեպքում, երբ առկային եւս 4 այլ կանխարգելիչ միջոցառումներ եւ երբ հենց ժամանակավոր կառավարիչ նշանակումներ ուղղակիորեն համապատասխանում գործող իշխանության ղեկավարի հայտարարությանը առ այն, որ առաջին փուլով պետությունը կստանձնի կառավարումը։ Բացի այդ, կիրառելով կանխարգելիչ միջոցառում, հանձնաժողովի նախագահը ժամանակավոր կառավարիչ է նշանակում Ռոմանոս Պետրոսյանին, ով հանդիսանում է գործող իշխանությունների քաղաքական թիմի ակտիվ անդամ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է։ Պետք է նկատել նաեւ, որ հանձնաժողովի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը որոշել է նշանակել ժամանակավոր կառավարիչ բացառապես հաշվի առնելով նրա 1 օր առաջ տրամադրված կրությունը, որ չի առարկում հանդիսանալ հեծի ժամանակավոր կառավարիչ եւ որևէ այլ հանգամանք կամ փաստաթուղթ կարգած չէ։ Իթիվս այլ հանգամանքներ նաև վերջինս համապատասխանություն էներգետիկայի մասին օրենքի 52.1 հոդվածի 4 մասով սահմանված բաժնեն, ինչպես նաև անհասկանալի թե ինչպես են ստուգվել այդ հանգամանքները։ Անհնար բացել քանզի վարչական վարույթի նույն նման ապացույցներ առկա չեն։ Ուշադրության արժանի է նաև հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ ըստ էության անձամբ չի որոշել ժամանակավոր կառավարիչ նշանակման հարցը եւ ուղղորդվել է քաղաքական իշխանության կողմից, քանզի այն որ հենց Ռոմանոս Պետրոսյանն է նշանակվելու այդ
Պաշտոնում մամուլում շրջանառվում էր դեռևս այն ժամանակ, երբ վերջինս զբաղեցնում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Արկային բազմաթիվ մամուլի հրապարակումներ, որոնք ներկայացված են։ Ռոմանոս Պետրոսյանին, որպես ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը խնդրահարույց է նաև այն տեսակետից, որ վերջինս հանդիսանում է այն անձը, ով դեռևս 2025 թվականի հունիսի 24-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ հեծի պետականացման գործընթացի մասին ինքը տարիներ առաջ մտածել է եւ տրանսնացիոնալ այն ընկերությունները, որոնք ունեն բնական մենաշնորհ, ինքը կողմնակից է, որ լինեն պետական կամ մարզնվազն պետական մասնակցությամբ։ Այս համատեքստում հռետորական հարց է առաջանում հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն Ռոմանոս Պետրոսյանին նշանակելով ժամանակավոր կառավարիչ նպատակ է հետապնդել ապահովել ընկերության բնականon գործունեությունը, ենթադրյալ ճգնաժամի կառավարումը, թե ապահովել ընկերության ճգնաժամի առաջացումը եւ այդ հանգամանքի արձանագրման կառավարչի եւ նրա ղեկավարի մտածումների, այսինքն պետականացման կյանքի կոչումը։ Ավելին, Ռոմանոս Պետրոսյանի ընտրությունը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խնդրահարույց է նաև այն տեսակետից, որ վերջինս այդ անձին նշանակում է ժամանակավոր կառավարիչ այն դեպքում, երբ նա ընդամենը 1 օր առաջ 2025 թվականի հուլիսի 17-ին է վարչապետի որոշմամբ ազատվել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Իսկ համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների ուղղակիորեն վարչապետին ենթակային 4 պետական մարմիններ, որոնցից մեկը հանդիսանում է պետական վերահսկողական ծառայությունը, իսկ հանձնաժողովի նախագահ ժամանակավոր կառավարիչ է նշանակում հենց այդ մարմնի 1 օր առաջ ազատված ղեկավարին։ Արդյունքում, երբ Ռոմանոս Պետրոսյանը Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՏԲ-ում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ազատում է զբաղեցած պաշտոններից եւ նրանց փոխարեն նշանակում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին, օրինակ Արման Սմբատյան, հեծ իրացման տնօրեն տեղակալ, Սարիկ Մինասյան, հեծ Ղարս մասնաճյուղի տնօրեն, Գյումրի համայնքի վերջին ընտրությունում ՔՊ կուսակցության տեխնացուն, Լյուդվիգ Գյուլնազարյան, Էշմիածին Էլցանցի պետ, Փարակար համայնքի վերջին ընտրությունում ՔՊ կուսակցության տեխնացու եւ այլն։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փաստացի իր համաձայնությունն է հայտնում այդ վարկագծին բարձրացված մտահոգությունների վերաբերյալ հարցին պատասխանելով, որ Ռոմանոս Պետրոսյանը գործում է իրեն տրված ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում, իսկ այդ լիազորությունները իր հետ քննարկելու իմպերատիվ պահանջ առկա չէ։ Մոռանալով այն մասին, որ համաձայն իրավական անձանց պետական գրանցման իրավաբանական անձանց սովորաբաժանումների հիմնարկի եւ անց ձեռնարկատերի պետական հաշվառման մասին օրենքի 37-րդ հոդվածի 3.3 մասը իրեն պատկանում է ժամանակավոր կառավարիչ լիազորությունները դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու իրավասությունը։ Ավելին, պարզ տրամաբանությունից բխում է, որ եթե որոշակի կարգավորումների համատեքստում հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառավարություն նշանակում է դրա կառավարիչ, այն հիմնավորման, որ վերջինս հանդիսանում է ճգնաժամային կառավարիչ եւ պետք է ապահովի գործունեության բնականon ընթացման ընդհանրությունը, ապա առնվազն այդ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է հետևի, թե արդյոք իր կողմից նշանակված անձը կատարում է այն առաքելությունը, ինչի համար նշանակվել է, եւ եթե չի կատարում, ապա պարտավոր է այդ առնչությամբ քայլեր ձեռնարկել։ Նույն համատեքստում պարզ տրամաբանությունից բխում է, որ երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր կառավարություն նշանակում արտաքին կառավարիչ, ապա առնվազն պետք է ապահովի փաստաթղթերի իրերի իրական վիճակի հանձնում ընդունում, քանի որ հակառակ պարագայում հետագայում որոշակի խախտում վերագրելու դեպքում հարց է առաջանում, թե ով է հանդիսանում պատասխանատու սուբյեկտը։ Մեսրոպ Մեսրոպյանը որևէ քայլ չի ձեռնարկել նաեւ այն հարցի առնչությամբ, որ իր իսկ նշանակման ժամանակավոր կառավարիչը խախտելով հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի 25/09/2016 թվականի 125-ա որոշման պահանջները ապօրինի կերպով Հայաստանի Էլեկտրական ցանցեր փակ բարենպետական ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների գծով տնօրենը նշանակել Արմեն Շահնազարյանի խախտում կանում է նրանում, որ նախ նշված որոշման պահանջների համաձայն նման նշանակում կարող է իրականացնել բացառապես հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովով տեխնացուի համապատասխանատվություն դիմում ներկայացնելուց եւ հանձնաժողովի համաձայնություն ստանալուց հետո, ինչը սույն դեպքում չի իրականացվել։ Եվ երկրորդ, այդպիսի համաձայնություն կարող է տրվել բացառապես այն դեպքում, երբ տեխնացուն բավարարում է ֆինանսական եւ կամ տնտեսագիտական ոլորտների բարձրագույն կրթություն ունենալու մասնագիտական աշխատանքային ղեկավար փորձ ունենալու պահանջներին։ Մինչդեռ սույն դեպքում Արմեն Շահնազարյանը ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում ուր կանգնեցինք, ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում եւ Վիկիպեդիա կայքում արկա տվյալների
կրթությամբ միջազգայնագետ պատմաբան։ Արդյունքում իթևս այլ հանգամանքներ մի կողմից նշված անձի կողմից կայացված որոշումներ դառնում են ապօրինի եւ ռիսկի տակ են դնում Հայաստանի էլեկտրական ցանցերփակ բաժնետիրական ընկերության բնականon գործունեությունը, մյուս կողմից վերջինիս աշխատավարձի վճարումը հանդիսանում է հետ ընկերության միջոցների վատում, ինչը Մեսրոպ Մեսրոպյանի կողմից որևէ կերպ չի կանխվել եւ ինչի հետևանքով հեծին պատճառվել է վնաս վերջինիս կողմից ենթակա եւ վերջինիս կողմից ենթակա հատուցման։ Իդեպ այս հանցավոր արարքի վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդում է ներկայացվել Հայ հակակոռուպցիոն կոմիտեին քրեական բարույթ նախաձեռնելու համար։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի կանխվել նաև Ռոմանոս Պետրոսյանի կողմից ապատերեկատվության տարածումը։ Ավելին, վերջինս նաև չհերքելով զրպարտչական բնույթի տեղեկությունները այդպիսով աջակցել է դրանց տարածմանը։ Որպես օրինակ կարող ենք նկատել, որ ընկերության կառավարման մարմին հանդիսացող տնօրենների խորհրդի անդամների վարձատրության սակագնի վրա չազդելու հանգամանքը։ Չնայած մի շարք հարցումների Մեսրոպ Մեսրոպյանի կողմից չի արձանագրվել, իսկ լրատվամիջոցների կողմից ներկայացած հարցումներից սակագնային քաղաքականության վարչության արկայության պայմաններում պատասխանել է այս ստորաբաժանումը։ Մեկ այլ դեպքում հենց ինքն է տարածել ապատերեկատվություն մի դեպքում հայտարարելով, որ Սյուն վարույթի հնարավորությունն ընձեռել օրենքի փոփոխությունների վերաբերյալ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի դիրքորոշում է ներկայացել, իսկ մեկ այլ դեպքում լրատվամիջոցին հայտնելով, որ այդ դիրքորոշումը գրավոր չի ներկայացվել, եղել է աշխատանքային քննարկում, պարզ չէ, թե ինչի մասին է միգուցե արձանագրված լինի պարագայում, դա ևս լիներ բացարկի հիմք։ Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը հեծում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում օգտագործել է ոչ թե ընկերության բնականon աշխատանքն ապահովելու համար, այլ հեծի բաժնետերին տնօրենների խորհրդի ընկերության մեկուսացնելու, նրանց տեղեկատվության տրամադրումը իսպառ խաթարելու եւ Մեսրոպ Մեսրոպյանին վարույթի հարուցման հիմքերի բացակայության պայմաններում այդ հիմքեր ստեղծելու եւ հավաքագրելու համար։ Վերոգրյալը հաստատումն է հանդիսանում այն, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված էլեկտրական ցանցերփակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի դադարեցման որոշման նախագծում ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առավելապես դրա հիմքում դրված են այնպիսի հանգամանքներ, որոնք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ոչ թե օրինական ճանապարհով բազել է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի վարույթի շրջանակներում, այս հանձնաժողովին է տրամադրել Ռոմանոս Պետրոսյանի կողմից, ով իբր նշանակվել է ապահովելու համար Հայաստանի էլեկտրական ցանցերփակ բաժնետիրական ընկերության բնականon գործունեությունը։ Իսկ իրականում նշանակվել է վարչապետի վերնշված տեսնենք այնտեղ ինչ է տեղի ունենում պահանջը ապահովելու համար։ Արդյունքում քաղաքական իշխանության Մեսրոպ Մեսրոպյան Ռոմանոս Պետրոսյան կապի միջոցով ակտի նախագծից անհետացել են այն հանգամանքները, որոնց հաստատման կամ հերկման ներուված վարչական վարույթի իրականացումը առաջացել են նոր հիմքեր։ Նույն համատեքստում գնահատման առարկայի նաև այն վարչական վարույթի իրականացման ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանի կողմից նախաձեռնված մոնիթորինգը, որին ընկերության օրինակի պաշտոնների լիազոր ներկայացուցիչները մասնակցելու ընկերության իրավունքներն ու շահերը ներկայացնելու հնարավորություն չի տրվել։ Մեն post factum ներկայացնելով իրականացած մոնիթորինգի եզրակացությունը առաջարկելով ներկայացնել կարծիք դրա համար։ Նույն գործելագործի շարունակությունն է նաև վերջինիս կողմից մի շարք կառույցների, այդ թվում բանկեր հարցումների ներկայացումը, որոնք իրականացման մասին ընկերության օրինական ի պաշտոնը լիազոր ներկայացումներ չեն տեղեկացվել։ Հարկ է շեշտել, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը հետապնդում է ընկերության վիճակը հնարավորինս վատթարացնելու, հեծում ճգնաժամի իմիտացիա ստեղծելու, Մեսրոպ Մեսրոպյանի եւ Դավիթ Քուդատյանի գործողություններին պաշտպանվելու, Մեսրոպ Մեսրոպյանի եւ Դավիթ Քուդատյանի գործողություններից պաշտպանվելու, հեծի իրավունքները այդ թվում դատավարական իրավունքները սահմանափակելու նպատակ։ Դա ակնհայտորեն դրսևորվեց, երբ հեծ գլխավոր տնօրենի կողմից տրված լիազորագրով փաստաբանի կողմից ներկայացած հեծի շահերից բխող հայցերից եւ բողոքներից հեծի անունից Ռոմանոս Պետրոսյանը հրաժարվեց։ Դա նաև դրսևորվել է հեծի մատակարարման լիցենզիայի ժամկետի երկարաձգման մասով հանձնաժողովի կայացած ոչ իրավաչափ որոշման բողոքարկումից Ռոմանոս Պետրոսյանի հրաժարվելով։ Դա նաև դրսևորվել է հանձնաժողովի կողմից մոնիթորինգի արդյունքներն անքննելիորեն ընդունելով եւ ավելին այլ մոնիթորինգների իրականացման համար ենթադրյալ բացահայտումների վերաբերյալ թերի եւ ոչ պրոֆեսիոնալ տեղեկություններ հավաքագրելով եւ տրամադրելով։ Վերջ շահագրված փաստական տվյալները ամբողջական փաթեթով դիտարկելիս ցանկացած անաչափ դիտորդի մոտ կձևավորվի համոզմունք, որ Ռոմանոս Պետրոսյանի տեխնիկացիոն ընտրությունը ոչ թե Մեսրոպ Մեսրոպյանին, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն եւ կամ հենց Ռոմանոս Պետրոսյանին է։
եւ կամ Նիկոլ Փաշինյանը, իսկ Մեսրոպ Մեսրոպյանը կատարել է ընդամենը քաղաքական հրահանգ եւ որոշում նշանակել նրան։ Հետաքրքրական է նաև, որ Ռոմանոս Պետրոսյանի եւ Մեսրոպ Մեսրոպյանի դրսևորած վարկագիծը սույն վարչական վարույթի շրջանակներում, ինչը մի կողմից ցույց է տալիս սույն վարույթով վերջինիս քաղաքական կաշկանդվածությունը, մյուս կողմից առավելևույթ ընդհանրակարգային սխալ թույլ չտալու անզուտ ցանկությունը։ Մասնավորապես, հանրային ծառայությունը կարգավորած հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ռոմանոս Պետրոսյանը սույն թվականի հուլիսի 31-ի գրությամբ խնդրել է գրավոր դիրքորոշում հայտնելու համար օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը երկարաձգել ևս 30 օրով, սակայն մինչ օրս որևէ դիրքորոշում չի հայտնել։ Մյուս կողմից կայքում հրապարակված նախագծում մատնանշված է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ելնելով գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի պատշաճ վարչության իրավունքի դասման բոլոր հնարավորությունների ապահովելու անհրաժեշտությունից 25 թվականի նոյեմբերի 6-ի գրությամբ վերջինիս տեղեկատվություն է տրամադրում, արձանագրելով, որ Կարեն Հարությունյանը որպես ֆիզիկական անձ սույն վարչի շրջանակներում չունի պատշաճ վարչության իրավունք, կարող է փաստել, որ Մեսրոպ Մեսրոպյանի փաստացի գործունեությունը ցույց է տվել, որ սույն վարույթով Կարեն Հարությունյանը հանդիսանում է ՀԵՑԲ պաշտոնյա ներկայացուցիչ։ Այդ պայմաններում ինչու է սույն վարույթի շրջանակներում Մեսրոպ Մեսրոպյանի գիտության ընդունում իր նշանակած ժամանակավոր կառավարչի դիրքորոշում հայտնելու ժամկետի երկարացման դիմումը արձանագրելով, որ վերջինս հանդիսանում է ՀԵՑ ներկայացուցիչ անհասկանալի է։ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից ստեղծված խառնաշփոթի ուղղակի արձագանքումն է հանդիսանում 25 թվականի հոկտեմբերի 23-ի գրությունն առ այն, որ դեռևս 25 թվականի սեպտեմբերի 24-ին արձանագրվել է հրաման, արձակվել է հրաման Կարեն Հարությունյանի կողմից լիազորագրել ուժը գործած ճանաչելու մասին, առանց անդրադառնալու այն հարցին, թե արդյոք Ռոմանոս Պետրոսյանը ուներ նման իրավասություն այդ լիազորագրերը դադարեցնելու։ Կարեն Հարությունյանի որպես Հայաստանի Էլեկտրական ցանցեր փակbaşնետական ընկերության իպաշտոնի ներկայացուցիչ անձ հանդես գալու։ Հատկանշական է, որ Ռոմանոս Պետրոսյանը այդպես էլ որևէ դիրքորոշում չի ներկայացել վարույթի հիմքերի մասով։ Նույն համատեքստում ուշադրության արժանի է, որ համաձայն հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված նախագծի Տաշիր կապիտալ փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն եւ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՀԲ խորհրդի նախագահ Արեգ Կարապետյանին 2025 թվականի օգոստոսի 6-ի գրությամբ տեղեկացվում է, որ պատշաճ վարչության իրավունք ներառնելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտության պայմանավորված կարող է ներկայացնել գրավոր դիրքորոշում, ծանոթանալ վարչական վարույթի նյութերին եւ օգտագործել վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից։ Ավելի 25 թվականի հուլիսի 28-ին Տաշիր կապիտալ փակ բաժնետիրական ընկերության գրությամբ հայտնում է, որ 25 թվականի հուլիսի 28-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժի վճռի մասին, խնդրելով կասեցնել սույն վարչական վարույթը, որպեսզի դիմում տրվում է ընթացք։ Ի վերջո 25 թվականի օգոստոսի 18-ին փաստացի մերժելով այն։ Մինչդեռ ուշադրության արժանի է, որ վերը նշված երկու փաստական հանգամանքները ցույց են տվել Մեսրոպ Մեսրոպյանի սույն վարչական վարույթի շրջանակներում քաղաքական կաշկանդվածության առայրևույթ ընդհանրակարգային սխալներ թույլ չտալու անզուգ ցանկությունը, քանզի Մեսրոպ Մեսրոպյան տեղեկացրել Նարեկ Կարապետյանի վարչական վարույթի մասնակցի բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորության մասին եւ մերժել վերցնից վարչական վարույթի կասեցնել դիմումը այն պարագայում, երբ այդ պահին դրությամբ վերջինս չի հանդեսացել սույն վարչական վարույթի մասնակից, քանզի ընկերության տնօրեններ խորհրդի նախագահ համաձայն բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի չի հանդեսանում այն անձը, ով կարող է առանց լիազորագրի ներկայացնել ընկերության երրորդ անձանց առջև, իսկ ինչ վերաբերում է բաժնետիրական կապիտալ գլխավոր տնօրեն լինելու հանգամանքին, ապա պետք է նկատել, որ Տաշիր կապիտալ փակ բաժնետիրական ընկերությունը սույն վարչական վարույթով երրորդ անձը ներգրավել 25 թվականի օգոստոսի 15-ի վարչական վարույթում երրորդ անձ ներգրավելու մասին թիվ 299 որոշման։ Նույն գործելավորչի շարունակությունը հանդիսանում նաև, որ Մեսրոպ Մեսրոպյանը ունենալով բարձրաբանում այն մասին, որ մեջ բերում արտի նախագծից արտակարգ արբիտրն իր 25 թվականի հուլիսի 22-ի վճռով ուղղակիորեն չի կարգավորել հանձնաժողովի նախագահի հուլիսի 18-ի որոշման փոխանցած վարչական վարույթի կասեցում, այլ իր որոշմամբ կարգադրել է պատասխանողին հրաժարվել բռնագանձման վերաբերյալ օրենքները, այսինքն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի մասին օրենքում, հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների մասին օրենքները կիրառելուց եւ ընկերության ազգայնացման ուղղված հետագա քայլեր ձեռնարկելուց իր գործողությունով չի կանխել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցնելու մասին որոշման նախագծի առկայության հնարավորությունը։ Հետաքրքրական է, որ Ռոմանոս Պետրոսյանի վարկագի ձևով նախ 25 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ հայտնել է, որ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականություններ չեն իրականացնում եւ առաջարկել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահին լուծել Կարեն Հարությունյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, այդուհետ երբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կողմից ներկայացվում է Սուրեն Կարյանին գլխավոր տնօրեն նշանակելու վերաբերյալ առաջարկը, Ռոմանոս Պետրոսյանը 2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 0-08-11-62 գլությամբ հասկանալով, որ իրենց իսկ քաղաքական իշխանության կողմից նախաձեռնված իրականացված օրենքի փոփոխությունների իրական բացթողում է պարունակում նոր գլխավոր տնօրեն նշանակելու հարցի առնչությամբ նշում է, որ չի առարկում Կարեն Հարությունյանի ընկերության միազնյակ գործադիր մամլի ղեկավար հանդես գալու փաստին, իսկ Սուրեն Կարյանի մասով արձանագրելով, որ յուրաքանչյուր հարցի առնչությամբ անհրաժեշտ է պարտադիր իր համաձայնությունը, դե ֆակտո լեժում համաձայնության տրամադրումը։ Բացի այդ, վարչական դատանի վարույթում է գտնվում թիվ 12832/05/20-ի վարչական գործը, որով քննվում է Տաշիր կապիտալ փակ բաժնետիրական ընկերության հայտնի ընդդեմ հանձնարարի նախագահի վերջինիս կողմից 18/07/25 թվականի 1A որոշման վարույթ հարուցելու մասով իրավարարության բացականության ճանաչելու պահանջի մասին հայցը։ Թե նշված գործի եւ թե սու վարույթի շրջանակում բարձրացում է վերջինիս կողմից հայեցողական լիազորությունների խախտման, հենց կողմից առերևույթ խախտումների բացակայության պայմաններում վարույթ հարուցելու եւ անհամաչափ առավել խիստ կանխարգելիչ միջոց կիրառելու, ասել է թե վերջինիս անաչառ եւ արտացի չլինելու հարցը, ինչը Մեսրոպ Մեսրոպյանին առավելապես շահագրգիռ է դարձնում իր որոշման փոխանցած վարչական վարույթի խախտման արձանագրմամբ եւ պատասխանատվության միջոց կիրառելու արդյունքով ավարտին հասնելու հարցում, որի դեպքում երկրորդական պլան կմղրի վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում վարույթի հարուցման եւ խիստ միջոց կանխարգելիչ միջոց կիրառելու հանգամանքները։ Ավելին, դերևս 06/08/2025 թվականին Մեսրոպ Մեսրոպյանը դիմել է հայ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, խնդրելով հայտնել հայ կառավարության դիրքորոշումը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22/07/25 թվականի կայացած որոշման առնչությամբ, որին պատասխան ստանալով գրություն առայն, որ վճռը կատարելու տեսանկյունից բավարար է կասեցնել սահմանափակ ժամանակավոր կառավարչի որպես հետ գլխավոր տնօրեն լիազորությունները, ըստ էության դրսևորել է անգործություն եւ չի սահմանափակել ժամանակավոր կառավարչի լիազորությունները։ Ուշադրության արժան է նաև Մեսրոպ Մեսրոպյանի կողմից այն, որ Մեսրոպ Մեսրոպյանի կողմից խախտվել է հանրային ծառայություններ կարգող մարմնի մասին օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը, այն է, Եհակ լինելով այն մասին, որ դերևս 25 թվականի սեպտեմբերի 16-ից Սահմանադրական դատանի վարույթի ներքո է գտնվում այն լիազորությունների սահմանադրականության հարցը, որի հիմքով հենց հարուցվել է սու վարչական վարույթը, միջոցներ չի ձեռնարկել մատնանշված նորմի կատարման հարցած վարույթի կարճելու առնչությամբ։ Արդյունքում վերագրալից ելնելով գտնում ենք, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնարարի նախագահ, հանձնարարի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսանկյունից սույն վարչական վարույթի շրջանակներում հանդիսանում է կողմնակալ անձ եւ հետեւաբար սույնով բացառք ենք հայտնում վերջինիս հանրային ծառայություններ կարգավորող հանձնարարի մյուս անդամներից ակնկալելով մեկօրյա ժամկետում լուծել վերջինիս սույն վարչական վարույթի հետագա մասնակցության հարցը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նիստերի վարման կարգով ինձ տրված իրավասության շրջանակներում հայտարարում եմ ընդմիջում մինչև 30 րոպե ներկայացված միջնորդությունը քննարկելու համար։ Միայն պետք է լրագրողներին խնդրեմ, որ այդ ընթացքում փորձեք պահպանել աշխատանքային հանգիստ վիճակը, որպեսզի վերադառնանք նորից բնականon շարունակենք մեր աշխատանքը։ Հարգելի նախագահ, վարման կարգի հետ կապված ուղղակի դիրքորոշումներ, փաստաթղթեր, միգուցե ինչ-որ բաներ դրել կապված ուրիշ մասնակիցներ ունեն, չունեն, միգուցե թողնենք։ Չեմ անում, ճշտում եմ։ Չէ, մենք գնում ենք ընդմիջման, այնտեղ մենք քննարկենք հանձնաժողովի անդամների հետ միասին։